Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիմնական զեկուցում ներկայացնելու համար խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն պարոն Վարդանյան, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում պարոն Գիհամ Նազարյանի եւ իմ ներկայացրած Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի էությունը հետեւյալն է. 2000 թվականի ապրիլի 3-ին մենք ունենք ընդունված օրենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին։ Այս օրենքը գործող օրենք է, որը սահմանում է նաև, թե ովքեր են հավերժացման ենթակա։ Եվ ըստ օրենքի երկրորդ հոդվածի հավերժացման ենթակա են հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների, այլ մարտական առաջադրանքների, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվածների հիշատակը, բ. այլ պետությունների տարածքներում զինվորական պարտքը կատարելիս զոհվածների հիշատակը, գ. հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքներից, ցնցումներից եւ հիվանդություններից մահացածների, ինչպես նաև ռազմական գործողությունների, այլ մարտական առաջադրանքների կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անհայտ կորածների հիշատակը, դ. մարտական գործողությունների պատճառով գերության մեջ հայտնված եւ զոհված, սակայն հայրենիքին նվիրված, իրենց պատիվն ու արժանապատվությունը բարձր պահած անձանց հիշատակը, ե. օտարերկրյա այն քաղաքացիների հիշատակը, ովքեր զոհվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար։ Այս օրենքը նաև սահմանում է հայրենիքի համար պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերը։ Դրանց մեջ մի քանի բաներ են մտնում, բայց որն է վերաբերելի մեր նախագծին, այդ ձևերից մեկը հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումն է, որը այս 25 տարիների ընթացքում չի արվել։ Եվ հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, գաղտնիք չէ, որ 2020 թվականին եւ դրանից հետո եղել են տարբեր իրադարձություններ, մենք ունեցել ենք զոհեր, գաղտնիք չէ, որ դրանից առաջ էլ եղել են տարբեր ռազմական իրադարձություններ, ապրիլյան պատերազմը, դրանից առաջ տարբեր սահմանային դեպքեր, հարձակումներ, եղել են նաև ընդհանրապես զուտ ծառայության ժամանակ ունեցել ենք զոհեր եւ կարծում եմ կա անհրաժեշտություն սահմանելու օր, հիշատակի օր, որի ընթացքում մենք կհարգենք Հայաստանի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը եւ ովքեր են մտնում այս կատեգորիայի մեջ, արդեն իսկ սահմանված է համապատասխան օրենքով։ Ինչու ենք առաջարկում հունվարի 27-ը սահմանել որպես նման օր երկու պատճառով։ Պատճառ համար 1 կարծում ենք, որ մեզ պետք է ընտրել այնպիսի օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օրը չէ, որովհետև եթե ընտրենք մեկ ռազմական իրադարձության օր, անհրաժեշտություն կառաջանա պարզաբանել, թե ինչու այդ օրը եւ ինչու ոչ մյուս օրը։ Եվ հետեւաբար եկել ենք եզրակացության, որ պետք է ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ կապ չունի, բայց որը որոշակի տրամաբանություն եւ սիմվոլիզմ ունի, եւ ընտրել ենք հունվարի 27-ը որպես բանակի օրվան հունվարի 28-ին նախորդող օր, նաեւ ինչու, որովհետեւ ավանդաբար հունվարի 28-ին նաեւ պաշտոնյաները եւ այլ անձինք այցելում են Եռաբլուր եւ օրը սկսում են զոհերի հիշատակը հարգելուց եւ նրանց հիշատակի առաջ խոնարհումից։ Մենք առաջարկում ենք հունվարի 27-ը սահմանել որպես հիշատակի օր, երբ որ բոլորը կհիշեն զոհերին, կխոնարհվեն նրանց առաջ, իսկ հունվարի 28-ը արդեն ավանդաբար, ինչպես նշել ենք, շարունակենք նշել որպես տոն, նաեւ որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ։ Սա է ընդհանուր տրամաբանությունը նախագծի, հարցերին սիրով կպատասխանեմ, շնորհակալություն։